Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, հիմնական ու կարևոր երկու խնդիր ենք փորձում օնլայն տիրույթում լուծել։ Առաջին հերթին իհարկե տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, երկրորդը, որը մենք իրականում շատ ավելի կարևորում ենք, ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով իր տեսակով նաև մոտիվացնող է։ Գիտեք, որ մենք երեխաների հետ կապված խնդիրներին հաճախ ենք անդրադառնում, քանի որ հիմնականում ու ավելի թիրախային լսարանը կանայք են, կանայք պիտի կարողանան իհարկե մեծ երազանքներ ունենան աշխարհը նվաճելու, բայց ամենակարևորը, եթե այս հարցում իրենք չգիտեն որտեղ եւ ինչպես անել, որպեսզի իրենց երեխայի համար իրականում երջանկության մոլորակը գտնեն, այս դեպքում դժվար է մի քիչ իրականում շատ խնդիրներ հաղթահարելու հետ է կապված երջանիկ լինել եւ մեծ ծրագրեր կազմել։ Նախադպրոցական տարիքում միշտ նշում ենք, որ հենց այս տարիքում ձևավորվում է մարդը։ Իրականում այդպես է, որովհետև կյանքի բոլոր փուլերում մենք հասկանում ենք, որ ինչ-որ կարևոր մի բան, դրական մի բան մենք վերցրել ենք այս տարիքում, դրական մի հիշողություն մեր կյանքի վրա իրականում շատ տարբերվող ազդեցություն է ունեցել, եւ եթե նույնիսկ Աստված մի արասցե ինչ-որ խնդիրներ են լինում, դարձյալ հոգեբաններն ասում են, որ հիմքը պետք է հենց այս տարիքում գտնել։ Եվ սա է պատճառը, որ բացի մասնագիտական, պրոֆեսիոնալ կարևոր գիտելիքներից, հմտություններից, նաև մարդկային տեսակը այս առումով շատ կարևորում ենք մենք, շատ կարևորում են կարծում եմ բոլորը։ Գիտեք, որ մենք առիթ ունենում ենք նաև հեռավար կապով զրուցել հետաքրքիր ու տարբերվող ծրագրեր ու երազանքներ ունեցող ու ամենակարևորը հանդարտ քայլերով դեպի այս երազանքները գնացող կանանց հետ։ Կանայք, ովքեր կարողանում են աշխարհին մի քիչ ուրիշ կերպ նայել եւ կանայք, ովքեր իրենց ասպարեզում կարողանում են աշխարհը փոխել։ Այսօր այդպիսի մի հետաքրքիր հանդիպում ունենք։ Հետաքրքիր մի կնոջ հետ, ով իր մասնագիտությանը զուգահեռ կյանքի տարբեր փուլերում իրականում կապվածություն, հետաքրքիր մի կապ է ունեցել երեխաների հետ, ով պատկերացնում է, թե ինչպես կարելի է երեխայի օրը իսկապես տոնի վերածել, ինչի վրա պետք է շեշտը դնել, որպեսզի ամեն ինչի հետ կապված երեխան կարողանա եւ որոշումներ կայացնել եւ նաեւ պատրաստ լինել միշտ դեպի հաղթանակ գնալու։ Այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Էլ-Ռումում սիրով ողջունել Անտոնյան Family Child Care-ի հիմնադիր տնօրենին, իսկ օվկիանոսից այն կողմ երեխաների շնորհիվ այս Child Care-ը հայտնի է որպես Disney Garden եւ այս հրաշալի մանկության հրաշքը ստեղծել է Լիլիթ Անտոնյանը։ Այս պահին ես ուզում եմ մեկ անգամ եւս ողջունել Լիլիթ, ինձ շատ հաճելի է, որ առիթ ունենք զրուցելու, լավ է տրամադրությունը։ Շատ լավ, ողջույն սիրելի Լիլիթ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ գիտեք քիչ է լինում, երբ երեխաները կարողանում են այնպիսի զգացողություն ունենալ, որ հենց այդ նախակրթարանը, հենց այդ ոլորտը, որտեղ որ իրենք օրը իրենց անցկացնում են, համեմատեն իրենց ամենասիրելի երազանքի հետ, Disney Garden փաստորեն։ Այո, այդ անունը ընտրվել է երեխաների կողմից, քանի որ մանկապարտեզը ամբողջությամբ կահավորված էր Դիսնեյի հերոսների նկարներով, պատկերներով, եւ ամեն անգամ բակիչնելուց նրանք ուրախ ձայնում էին գնանք Դիսնեյի այգի խաղալու եւ այդպես էլ անունը առաջացավ եւ սկսեցին կոչել Disney Garden։ Disney Garden։ Շատ լավ, Լիլիթ, ես ձեր թույլտվությամբ ուզում եմ սկզբից սկսել։ Դուք մասնագիտությամբ, աստորեն առաջին մասնագիտությամբ, այսինքն տնտեսագետ եք, բայց հետո ընտրել եք մանկավարժությունը, բայց ես գիտեմ, որ նաև Հայաստանում դուք աշխատել եք կրթության այս բնագավառում։ Այո, ինչպես ասեցիք, ես տնտեսագետ եմ մասնագիտությամբ, ավարտել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն բուհն անմիջապես ավարտելուց հետո իմ աշխատանքային ուղին սկսել եմ կրթական ոլորտում, աշխատել եմ ժողովրդբաժնում 3 տարի, հետո այնուհետև դպրոցում 17 տարի, սակայն իմ մասնագիտական ուղղվածությամբ ոչ մանկավարժ։ Այո։ Եվ երևի թե դա էր, որ ես այդ մանկավարժական կոլեկտիվի հետ շփումը, երեխաների սերը ինձ ստիպեցին, որ զգամ, որ մանկավարժությունը այն ոլորտն է, որտեղ ես ինձ շատ լիարժեք եմ զգում։ Եվ կարծես թե դա դարձավ ոչ միայն մասնագիտություն ինձ համար, այլ նաև կյանքի ուղի։ Երեխաներին ընկալելու ու հասկանալու ձեր տարբերակը մի քիչ ուրիշ է։ Ինչից է սա գալիս, բնավորությունից, գուցե։ Կարծում եմ սիրո ուժն է դեպի երեխաները, չգիտեմ։ Նրանց այդ ժպտուն աչուկները, նրանց խոսքը ամենօրյա,
գրկախառնությունները կարծես թե այդ օրվա պարգև են ինձ համար հանդիսանում եւ այդ սերը կարծես թե ուժ է տալիս ինձ եւ երջանկություն։ 2014-ին արդեն մեկնել եք նահանգներ եւ հենց սկզբում փաստորեն առաջին տարիներին աշխատել եք child care-ում երեխաների հետ։ Այո, 2014-ին մեկնեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իրականում ամեն ինչ շատ դժվար էր, անորոշ էր ամեն ինչ, սակայն մեր շրջապատող ընկերները այնքան լավատես էին, որ մեզ կարծես թե հույս տվեցին եւ շուտով սկսեցինք հարթել մեր ճանապարհը եւ որոշ ժամանակ հետո առաջարկ ստացա մանկապարտեզում աշխատելու, դա կարծես իմ լավագույն օրերից մեկն էր կյանքի։ Քանի որ շատ հոգեհարազատ էր այդ աշխատանքը։ Եվ այդպես սկսեցի աշխատել իմ շատ սիրելի Զատիկ մանկապարտեզում։ Այո։ Որտեղ երեխաները ծեր ու ջերմություն էին տալիս ինձ եւ մինչ այժմ շատ մտերիմ եմ նրա հիմնադիր տնօրենի հետ եւ երևի թե ինչ որտեղ էլ նախքան հանդիսացա, որ այսօր մենք ունեցանք մեր ընտանեկան երեխայի խնամքի կենտրոնը։ Այո, փաստորեն արդեն 2017-ից գործում է Antonyan Family Child Care, ընտանեկան երեխայի խնամքի կենտրոն, բայց այս ընթացքում դուք նաև քոլեջում սովորեցիք, այսինքն մանկավարժության բոլոր նրբությունները ձերը դարձրիք եւ այդ որոշումը կայացրեցիք, փաստորեն հիմնել ընտանեկան Child Care։ Այո, երկրորդ մասնագիտությունս հենց արդեն այստեղ ընտրեցի։ Աշխատելուն զուգահեռ սովորում էի վաղ տարեկի երեխաների մանկավարժություն եւ հոգեբանություն, որը ինձ շատ օգնեց իմ աշխատանքում։ Մասնագիտական այս հմտությունները հնարավորություն են տվել փաստորեն նաև եւ ծրագիրը մշակել, հա, երեխայի խնամքի կենտրոնի, որովհետեւ այստեղ ուղղությունները շատ են ու ամեն ինչ կարողանում եք անել այնպես, որպեսզի երեխան ինքն իրեն լավ զգա։ Սա միայն խնամքը չէ, միայն կրթությունը չէ, այստեղ ամեն ինչ, ինչպես ասում են, պիտի լինի ճիշտ չափաբաժիններով։ Այո, ծրագիրը մշակվել է իմ կողմից, ես օգտվել եմ եւ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական չափորոշիչներին համապատասխանող նախադպրոցական ծրագրից, նաեւ Մոնտեսորի ծրագրից եւ կարծում եմ այդ հավաք ծրագիրը իր արդյունքն է տալիս միշտ։ Դրա արդյունքն է նաեւ, որ մեր ավարտած բալիկները արդեն պատրաստ գնում են դպրոց եւ ունեն բազմաթիվ շնորհակալագրեր եւ շնորհակալության խոսքեր, որոնք ծնողներն են փոխանցում ինձ դպրոցի ուսուցիչների կողմից։ Տարբեր մեթոդների միաձուլմամբ սա դարձել է փաստորեն հեղինակային մեթոդ, որով աշխատում եք, նաև հետաքրքիր առանձնահատկություն ունի, ես գիտեմ, որ տարիքային առանձնացված խմբեր չեն գործում, այսինքն երեխաները սովորում են նաև իրենցից մեծ կամ փոքր երեխաների հետ հարաբերվել, հարգել, զիջել, օգնել, այս բոլոր կետերը առանձնահատուկ է լինում այն խմբերում, որտեղ որ տարիքային այդպես առանձնացված չեն։ Այո, մենք աշխատում եմ ես 0-ից 13 տարեկան երեխաների հետ եւ միշտ տարբեր տարիքի բալիկներ են եղել, անգամ կարող եմ ասել 1 տարեկանից մինչեւ 10-12 տարեկան, եւ դա կարծում եմ շատ արդյունավետ է, որովհետեւ այդ մեծերը այնքան հոգատար են դառնում, ընկերասեր, միշտ օգնում են փոքրիկներին, անգամ օգնում են կոշիկները հանել, հողաթափերը հագնել, իսկ փոքրիկները կարծես թե միանգամից մեծանում են մեծերի հետ շփվելով։ Եվ այդ հոգատարությունը, սերը, ընկերասիրությունը, կարեկցանքը շատ ամուր հիմք է դնում նրանց մեջ։ Երեխայի խնամքի կենտրոնը, որտեղ տարբեր տարիքային խմբի երեխաներ իրար հետ առնչվելու հնարավորություն ունեն, սա հնարավորություն է տալիս իսկապես եւ ընտանեկան մոդելը եւ նաեւ իրենցից մեծի ու փոքրի հետ հարաբերվելու այս նուրբ սահմանը հասկանալ։ Ի վերջո, արդեն երկրորդ, երրորդ բալիկի դեպքում չեք ունենում որևէ խնդիր երեխաների միջև շփման կամ խանդի կամ ինչ որ մի բան չզիջելու, այսպիսի խնդիր չեք ունենում, սա ես մի քիչ իմ հենց մասնավոր փորձից եմ ասում, կարծում եմ, որ հրաշալի այս մեթոդը, որ Antonyan Family Child Care-ում գործում է, իսկապես գտնված մի բան է եւ եթե այդպիսի խնդիր ունեք դուք կարող եք իրականում այս հասցեով դիմել ու վստահ լինել որ երեխաները բացի շատ պատրաստ դպրոց գնալուց նաեւ կյանքին շատ պատրաստ են լինում Լիլիթ ես ուզում եմ մի քիչ ավելի ուղղությունների մասին փաստորեն ոչ միայն կրթական մասին երբ դպրոցին են պատրաստվում այլև արվեստի հետ շփումը գիտեմ որ բարի երգի դասեր ունեք Այո, ունենք բարի դաս, երեխաներին աշխատում ենք մոտեցնել արվեստին եւ երգի ուսուցում,
շաբաթը 1 օր եւ մեր բալիկները անհամբեր սպասում են այդ օրերին եւ կարող եմ ասել որ շատ հաճույքով երգում են հայկական ժողովրդական երգերը Կոմիտասի երգերից շատ հաճույքով սովորում են եւ երգում հայկականի վրա շեշտը դրված է հա Լիլիթ ես հասկացա կենտրոնանում ենք հիմնականում հայրենապաշտպանության վրա սերմանում ենք հայրենասիրություն պահում ենք մեր ազգային արժեքները սովորեցնում ենք իրենց ամեն ինչ Հայաստանի վերաբերյալ Երկլեզու է Pastoral Child Care-ը Այո, երկլեզու է, հիմնականում դասապատրաստում անում ենք անգլերեն լեզվով, տառերի ուսուցում թվերի, սակայն նաև հայերեն լեզվով։ Նաև ես գիտեմ, որ ոչ միայն հայերենը ուղղակի ուսուցանում եք, այլ հատուկ ուշադրություն եք դարձնում դուք ձևակերպումներին, խոսքին, հա, ճիշտ խոսքին, գեղեցիկ խոսքին։ Այո, դա շատ մեծ տեղ ունի մեզ մոտ։ Շատ մեծ ուշադրություն ենք դարձնում հայեցի գեղեցիկ գրագետ խոսքին եւ բոլոր երեխաները գեղեցիկ խոսում են, անգամ ծնողներ ունեմ, որ ռուսական կրթություն ունեն, նրանք այնպիսի բառեր են սովորում, որ հետո ասում են այդպիսի բառեր չենք էլ լսել։ Երեխաներից են իրենք անգամ սովորում։ Լիլիթ, նաև այդ ձեր այդ հոգեբանական հատուկ հմտությունները հնարավորություն են տալիս ծնողների հետ շատ հետաքրքիր նաև կապ ունենալ, հա, հետաքրքիր հարաբերություններ եւ ծնողներից շատերը նշում են արդեն ավարտած երեխաների ծնողներից առիթ ունեցել ենք լսելու, որ այդ փոխհամագործակցության շնորհիվ իսկապես երեխան շատ հարցերում հնարավորություն են ունենում երեխայի տարիքային բարդ այդ փուլերը հեշտ հաղթահարել։ Այո, շատ կարևորում ենք ծնող մանկապարտեզ կապը եւ շատ շնորհակալ եմ իմ բալիկների ծնողներին, որ վստահում են ինձ եւ երևի թե եթե չլիներ այդ վստահությունը եւ նրանց համագործակցությունը երեխաների դաստիարակության հարցում, մենք այսպիսի արդյունք չէինք ունենա։ Նաեւ այստեղ տոները մի քիչ ուրիշ են։ Ինչպես եք պատրաստվում միջոցառումներին եւ ես գիտեմ, որ այստեղ հատուկ երկար նախապատրաստումներ կան։ Միջոցառումներին միշտ շատ բարձր մակարդակով են պատրաստվում։ Ունենում ենք տարվա եղանակներին համապատասխան հանդեսներ, բաց դասի ձևով նաև միջոցառումներ, ձմռանը հանդեսներ, Ծնունանուշի ձմռպապի մասնակցությամբ, ավարտական հանդեսներ, որ ամեն տարի մեկը մեկից կարծես թե ավելի տարբերվող ու ավելի տարբեր ձևավորումով է լինում։ Եվ մեծ ուշադրություն ենք դարձնում նաև հայկական ազգային եւ եկեղեցական տոներին։ Կարող եմ ասել, որ բոլորը նշում ենք եւ երեխաները բոլորը մեծ խանդավառությամբ մասնակցում են։ Կարծես թե դա ոչ միայն հարգանք լինի մեր ազգային ավանդությունների հանդեպ, այլ նաև երեխաներին ծանոթացնում ենք մեր հայկական մշակույթին, խաղի, երգի, անգամ հայկական ավանդական ուտեստների պատրաստման միջոցով։ Եվ մեծ խանդավառությամբ նշում ենք Վարդավառը, Սուրբ Զատիկը, Տյառն Ընդառաջը, Միջինքը եւ մի շատ այլ միջոցառումներ ենք ունենում։ Այսինքն սրանք փաստորեն նաև այս հատուկ կերակրատեսակները տվյալ տոնին բնորոշ, սա մի բան է, որ հենց այս տարիքում երեխաների մեջ մտնում է եւ հետո ամբողջ կյանքի ընթացքում իրենց ընտանիքներում կարողանում են իրականում հենց թեկուզ այդ կերակրատեսակների այդ տոնին հատուկ ուշադրություն դարձնելու շնորհիվ նաև հայկականությունը պահել։ Լիլիթ, դուք սիրում եք եւ մտածում եք, որ այ փոքր քայլերով է իրականում հնարավոր մեծ բաների հասնել, հա, հայրենիքի նկատմամբ սերը, մեր եկեղեցու հավատի նկատմամբ այդ առանձնահատուկ վերաբերմունքը ձևավորվում է հենց այսպիսի փոքր լոկալ ինչ-որ իրադարձություններում ու հենց կենտրոններում։ Այո, կարծում եմ հենց այդպես է եւ դա պետք է փոքրից սկսել, որպեսզի հասնես մեծին եւ կարծում եմ հիմքը այս տարիքում դնելը շատ կարեւոր է։ Որտեղ դա հենց այն տարիքն է, երբ ձևավորվում է երեխայի մոտ ամենահիմնական իր հատկությունները, իր հատկանիշները։ Եվ երեխան այս տարիքում հասկանում է, որ աշխարհը կարող է ինքը նվաճել, եթե ճիշտ քայլերով գնա, եւ այստեղ դուք օգնում եք։ Մեծ ուշադրություն ենք դարձնում նրանց անհատական ինքնուրույնությանը, որպեսզի կարողանան որոշումներ կայացնել, խնդիրներ լուծել, վերլուծել, խոչընդոտներ հաղթահարել եւ որպեսզի հետագայում ինչ-որ բանի հանդիպելուց կարողանան լուծել իրենց խնդիրները եւ երազեն ու հասնեն իրենց երազանքներին։
Իսկապես երազել ու հասնել երազանքներին, սա շատ կարևոր մի բան է, որը կարգախոսի նման է տարիքում, երբ երեխայի մեջ լինում է, հետո մեծ է հավանականությունը, որ կգտնի ճանապարհներ, կկարողանա իրականում հասնել երազանքների։ Թիմի մասին եմ ուզում խոսել, ես գիտեմ, որ դուք նաև դաստիարակչուհի ունեք։ Այո, ունենք դաստիարակչուհի, մանկավարժ մշակութաբան է մասնագիտությամբ։ Եվ միշտ էլ ինչ դաստիարակչուհի աշխատել է, բոլորը բարձրագույն մանկավարժական կրթություն են ունեցել։ Այո։ Եվ շատ հեշտությամբ ընկալում է մեր ծրագիրը, ուսուցանում երեխաներին խաղի միջոցով, եւ եթե դա զուտ խաղ է լինում երեխաների համար, ապա մանկավարժի համար արդեն իր դասի նպատակն է։ Ահա։ Շատ լավ, իսկ ես գիտեմ, որ հատուկ ու այսպես շատ երկար կապ եք ունենում երեխաների հետ, ովքեր արդեն ավարտել են։ Փաստորեն բավական երկար պատմություն ունի Antonyan Family Child Care-ը, արդեն 8-րդ տարին է, որ գործում է, եւ այս երեխաների հետ կապը, ավարտած երեխաների հետ անընդհատ կա, ոչ թե առաջին տարին, այլ շարունակաբար։ Չգիտեմ, ճիշտն ասած, երևի թե սերը։ Ահա։ Այն ջերմությունը, որ իրենք զգում են մանկապարտեզում, որովհետև սա ուղղակի հենց այնպես մանկապարտեզ չի ինձ թվում է, որ նրանց ամեն օրը սկսվում է հեքիաթով, սիրով, ջերմությամբ, եւ կարծես թե այդ ջերմությունն ու սերն է, որ իմ բալիկներին պահում է ինձ մոտ, եւ ես այնքան եմ սիրում նրանց, որ չեմ կարողանում կտրվել նրանցից։ Եվ ցանկացած միջոցառում, ցանկացած բաց դաս լինի, վարդավառ լինի, նոր տարվա հանդես, թե անգամ այգում հավաք, պարտադիր սիրով հրավիրում են բոլորին եւ կարելի ասել համարյա թե բոլորն էլ իրենց ծնողների հետ սիրով ներկա են լինում։ Այո, Լիլիթ, բայց ձեզնից շատ բան է կախված, որովհետև դուք կարծես ստեղծում եք հենց այդ տրամադրությունը, այդ հաճելի միջավայրը, որտեղ բոլորն իրենց սիրված են զգում, երջանիկ են զգում։ Ես ուզում եմ մի քանի բառով անդրադառնանք, դուք երկու տղաների մայր եք, շատերը չեն հավատա, որ ասեմ, ձեր ավագ որդին 32 տարեկան է արդեն, կրտսերը 28, եւ այս բոլոր փուլերը ըստ էության հաղթահարելուց հետո, երբ ետ ես նայում, դու հասկանում ես ինչքան կարևոր է հենց այս տարիքը, չէ՞։ Այո, շատ կարևոր է այդ տարիքը եւ ես չգիտեմ, ջանում եմ, որ ամեն ինչ ներդնեմ, ինչպես իմ երեխաներն են մեծացել, ինչ դաստիարակություն ստացել են, ցանկանում եմ այդ նույնը փոխանցել իմ փոքրիկ բալիկներին։ Եվ կարծում եմ ծնողները գոհ են շատ։ Մեծամտություն չլինի իհարկե։ Իրականում, ծնողների մեջ մեծ վստահություն կա եւ երախտիկի մեծ զգացողություն, բայց Լիլիթ, ամեն ինչ գալիս է այստեղից Հայաստանից, որովհետեւ ձեզ ճանաչողները նշում են, որ ցանկացած դժվար իրավիճակում կարելի է ուղակի խոսել եւ հանդարտ մի խոսքով կարող է Լիլիթը ներսումդ ամեն ինչ փոխել։ Ձեր ավագ որդին ստոմատոլոգ է եւ կրտսերը արդեն տնտեսագետ, ձեր ուղղությամբ է գնացել, ձեր առաջին մասնագիտությամբ բիզնեսով է զբաղվում։ Այո, փոքրը զբաղվում է բիզնեսով, մեծը բժիշկ ստոմատոլոգ է եւ այստեղ շարունակել է իր կրթությունը եւ այժմ աշխատում է որպես բժիշկ վիրաբույժ։ Իսկ որդիների ձեր վերաբերմունքը, իրենք էլ հատուկ վերաբերմունք ունեն, չէ, այն գործի հանդեպ, որը որ դուք նախաձեռնել եք ու իրականացնում եք այսպիսի մեծ սիրով։ Այո, ես կարող եմ ասել, որ բոլորը ինձ օգնում են ընտանիքում եւ կարծում եմ, եթե չլիներ իրենց աջակցությունը, կարող է ես այսքանը չկարողանայի։ Այո։ Միայնակ անել եւ հասնել այս արդյունքին եւ բոլորն էլ կարծես թե փոքրիկ իրենց ներդրումը ունեն իմ գործի մեջ։ Ձեր ամուսինը ձեր մասնագիտության հետ կապ չունի, ինժեներ է մասնագիտությամբ։ Այո, ինժեներ։ Բայց իսկապես առանց ընտանիքի աջակցության հնարավոր չէր լինի, չէ՞, այսպիսի եւ տրամադրություն ստեղծել եւ ի վերջո իրականացնել այս ձեռնարկը։ Կարծում եմ ոչ, որովհետեւ այդ ընտանիքի այդ ամբողջական սիրո եւ ջերմության արդյունքը կարծում եմ երևում է նաեւ մեր մանկապարտեզում։ Այո։ Ես գիտեմ, որ հիմա արդեն այդպիսի ծրագիր ունեք նաեւ երկրորդ մասնաճյուղը բացելու։ Այո, ունենք պլաններ, կարծում եմ մի քանի ամսից կլինի եւ մտածում եմ, որ ավելի շատ դպրոցահասակ երեխաների հետ աշխատեմ այդտեղ, դասապատրաստում, խնամք, համատեղենք եւ տարիքային մի քիչ տարբերություն տանք։ Լիլիթ, ինչպես եք հասցնում, այսինքն ամեն օր
հա, նաև խնամք, այս ամեն ինչին պատրաստ լինելը, սա շատ մեծ էներգիա է պահանջում։ Ինչքան էլ դուք սիրեք երեխաներին այս ասպարեզ, ամեն դեպքում պիտի ինչ-որ տեղ լինի, որտեղից որ դուք այդ էներգիան ստանաք, կարողանաք հանգստանալ, հա, նոր մտքեր ու գաղափարներ ունենալ, որն է ձեր այսպես միշտ օրվա տարբեր ժամերի, հիմա ձեզ մոտ բավական ուշ է, բայց հրաշալի տեսք ունեք, շատ պայծառ, նաև դեմքից երևում է, հա, այդ տրամադրությամբ, ինչպես է հնարավոր այս էներգիան ստանալ։ Կարծում եմ այդ էներգիան տալիս են իմ բալիկները ինձ, եւ առանց նրա իրոք ես կյանք չունեմ, չեմ պատկերացնում անգամ մեկ օր, որ ես այս աշխատանքը եթե չանեմ, չեմ պատկերացնում ինձ այլ աշխատանքի մեջ, եւ այդ սերը, ջերմությունը առավոտյան իմ օրը լցնում են նրանք ջերմությամբ եւ անգամ այդ իրենց այդ անմեղ աչուկները, իրենց մի բառը ամբողջ սենյակը ջերմացնում է եւ կարծում եմ նրանց այդ սերն է, որ ինձ այսքան ուժ ու երանգ է տալիս։ Երբեք ժամանակ գտնում ձեզ համար, ձեր խնդիրների ամեն դեպքում հրաշալի տեսք ունեք, բայց խնամքի համար, ինչ որ ձեզ տրամադրվող ժամանակի։ Չգիտեմ, շատերն են զարմանում, բայց հասցնում եմ։ Ինչ որտեղ ես էլ մեկ-մեկ մտածում եմ, եթե ճիշտ։ Ինչպես կարելի է այսքանը հասցնել, բայց սիրում եմ ամեն ինչի կատարյալը։ Եվ դրա համար էլ ձգտում եմ, որ հասցնեմ ամեն ինչ։ Կամ էլ ունեք հրաշալի ժամանակի պլանավորման մեթոդ, հա, այդ time management-ի հրաշալի բանաձև ունեք։ Ինչից է պետք սկսել, եթե ուզում ես ինչ-որ բան անես, բայց կարծես այդ ուժը քո ներսում չես գտնում։ Առաջինը պիտի սկսես նրանից, որ սիրես արած այդ գործը։ Եթե սիրես արած այդ գործը, ինչով պետք է զբաղվես, կհասնես հաջողության։ Դա հիմնական խնդիրն է, որ պետք է զբաղվես նրանով, ինչը որ սիրում ես, ինչը քեզ հոգի հարազատ է։ Դուք շատ լավ գիտեք, որ մեզ մոտ շատ հաճախ հնչում է այս արտահայտությունը, որ այ ինչ որ բան ուզում էի անել, բայց արդեն ուշ է։ Հիմա արդեն մտածելակերպը փոխվել է եւ ոչ մի բան ուշ չէ։ Մանավանդ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարող եք հանդիպել 50-60 տարեկան ինչ որ մեկին, որը նոր մասնագիտություն է սովորում եւ կարծում եմ ոչ մի բան ուշ չէ սկսելու համար։ Կարևորը ձգտում լինի եւ ցանկություն։ Այո, ձգտումն ու ցանկությունը իսկապես ամենակարևորն է եւ ինչպես Լիլիթ Անտոնյանը շատ ճշգրիտ նշեց, շատ կարևոր է, որպեսզի դու միշտ գտնես այն գործը, որը սիրում ես, ճիշտ ասպարեզում հայտնվես, զբաղվես քո սիրած գործով։ Այս դեպքում իսկապես ամեն ինչ հաղթահարելի է։ Ես շնորհակալ եմ շատ Լիլիթ, ինձ իրականում շատ հաճելի էր։ Ես ուզում եմ մաղթել իսկապես մեծ հաջողություն, որովհետեւ ձեզ հաջողություն ու հաղթանակներ մաղթել նշանակում է շատ երեխաներին հնարավորություն տալ երջանիկ մանկություն ունենալ։ Ես ուզում եմ, որ միշտ այդպես առանձնահատուկ սիրված լինեք երեխաների, ծնողների, ձեզ շրջապատող մարդկանց կողմից, որովհետև սա մարդու կյանքը շատ ավելի եւ իմաստալից եւ երջանիկ է դարձնում։ Դուք երջանկություն եք տարածում, ուզում եմ, որ դրա արձագանքները ստանաք։ Շնորհակալ եմ շատ։ Անչափ շնորհակալ եմ սիրելի Լիլիթ, շատ հաճելի էր։ Ինձ նույնպես շատ հաճելի էր։ Սիրելի հետևորդներ, գիտեք իրականում մենք հաճախ առիթ ունենում ենք հանդիպելու, երբ դու հասկանում ես, որ կինը ինքը իր ասպարեզում է եւ այս ասպարեզում պատրաստ է հրաշքներ գործել, կարծես աշխարհում իսկապես բարությունն ավելանում է։ Մենք այսօր հետաքրքիր շատ տարբերվող կնոջ հետ էինք խոսում, որը չի սիրում շատ կենտրոնանալ, հա, եւ ներկայացնել են մեծ հաղթանակները, որ այս տարիների ընթացքում ունեցել է։ Բայց Antonyan Family Child Care-ը, որը հիմնադրվել է 2017-ին, իրականում շատ տարբերվող է, որովհետև այստեղ այս ընտանեկան ասված միջավայրն արտահայտվում է ամեն ինչում։ Երեխաներն այստեղ կարողանում են իրենք փոքրիկ հաղթանակներ գրանցել եւ դրանց մասին բարձրաձայնել։ Երեխաները կարողանում են փոքր դժվարությունները հաղթահարել։ Երեխաները կարողանում են դիմել իրենցից մեծերին կամ փոքրերին, ինչ որ օգնություն առաջարկել եւ օգնություն ստանալ։ Գիտեք, սրանք հմտություններ են, որոնք կյանքի յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ են։ Եվ անհրաժեշտ են հատկապես մեր ժամանակներում, երբ ավելի քիչ են իրականում մարդկային այդ շփումները։ Մենք այսօր զրուցում էինք Antonyan Family Child Care-ի հիմնադիր տնօրեն Լիլիթ Անտոնյանի հետ։ Այս Child Care-ը երկրորդ անունն է կարծես դարձել, երկրորդ պաշտոնական անունը, որ երեխաներն են դրել, Disney Garden Child Care։ Այստեղ երեխաներն իրականում երջանիկ են ու կարողանում են իսկապես ամեն ինչ անել, որպեսզի վայելեն, հա, մանկության այս շրջանը։ Ինձ համար միշտ
հաճելի է եւ այս հեռախոսահամարը հասցեն բոլոր նրանց համարը, ովքեր օվկիանոսից այն կողմ են կամ այդպիսի ծրագիր ունեն գնալու։ Սիրելի մայրիկներ եւ ընտանիքներ, ովքեր ունեն մեծ երազանքներ, սա այն վայրն է, որտեղ կարելի է ուղղակի երեխային թողել եւ գնալ աշխարհը նվաճելու։ Իսկ բոլոր մեր հետևորդներին կարծում եմ, որ այսօր մեկ անգամ եւս մտածելու հնարավորություն ունեցան, ինչպես անել, որպեսզի աշխարհում ինչ որ պահի հայտնվել այն ասպարեզում, որը սիրում ես, որովհետև եթե դու այն միջավայրում ես եւ այն աշխատանքն ունես, որը սիրում ես, դու աշխարհում շատ բան կարողանում ես շատ ավելի լավ ու պայծառ գույներով տեսնել։ Ուզում եմ, որպեսզի մեր կյանքում պայծառ կետերը նկատելու հնարավորություններ իրականում շատ լինեն։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։